Ոնց թե մահացել է։ Տենց։ Հիշում ես վերջին ուդարդ։ Չէ։ Այ մենք հիշում ենք։ Տղուն ես տվեցիր, տեղն ու տեղը մնաց։ Չեմ հավատում, չկա տես բան։ Հասկացա։ Ես մտածում ես քեզ խաբում եմ, հա։ Ոնց կլինի տես բան։ Աստորեն մի ուդարով ցուլել են սպանում։ Ջանին մի խապնել, աղբեր ես։ Այ մա ինչ ա լինելու։ Ինչ ա լինելու, մարդը մահացել է թաղելու ենք, ինը։ Ուրեմն ես մարդ եմ սպանել։ Այն էլ մի ուդարով, հալալապ այդ բրատ։ Ես հենց հիմա ոստիկանություն կգնամ։ Ինչ ոստիկանություն, այդ տղա։ Ես կգնամ ու կխոստովանեմ իմ արածը։ Չեմ փախնի մանվել։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Ավել ես չեմ պատրաստում փախնել։ Այդ մասին ոչ ոք չգիտի։ Լսեցիր, ու չի էլ իմանա։ Ես գիտեմ հերիքա։ Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս։ Ես հենց հիմա ոստիկանություն կգնամ։ Նստի, լավ, հանգստացի մենք։ Նստի, դիք մի հատ խմելու բան բեր։ Նիկո պետք չի։ Անժելա։ Ինչ Սոֆա, ես հիմա չեմ ուզում ընդհանրապես խոսել։ Hello, հանգիստ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք, պարոն Ղազարյան։ Լավ, շնորհակալություն։ Դուք ինչպես եք։ Հիանալի։ Հիանալի, հետաքրքիր է։ Դուք այդ բառը զգուշ օգտագործեք։ Այն կարող է վատ անդրադառնալ։ Վատ անդրադառնալ։ Ինչու։ Այո, դուք ինչը չգիտեք բառերի նշանակությունը։ Երբեմն բառերը իրենց մեջ ուժ ունեն։ Այո, հավատացեք։ Այսինքն։ Դե գիտեք ինչ, ֆիզիկան կա այսպիսի մի հասկացողություն։ Գիտեք, պարոն Ղազարյան, ես ֆիզիկա լավ չգիտեմ, այնպես որ ուրիշ բանի վրա օրինակ բերեք։ Լավ, գնեք։ Դիցուք գիտեք ինչումն է հարցը։ Ում այսպես։ Արման ասեցիր, այդ աղջկան տենցը չբերեցիր։ Կբերեմ։ Բայց ինչ-որ մի տեսակ ասիր, այդ ինչ է, վստահ չես, կամուկացի մեջ ես, ինչ այլ չկա։ Չէ, ես վստահ եմ, ուղղակի ինքն է ինչ-որ շատ խորանում, ուզում է իմանա, թե ով եմ, ինչ եմ, ինչով եմ զբաղվում։ Պարզա, այդ էլ քո ցավոտ տեղն է։ Շատ ցավոտ է։ Պաստորեն տենց լուրջ ամեն ինչով հետաքրքրվում է, հա։ Բայց ամենակարևորը չի նկատում։ Այսինքն քեզ։
Ես երեխա եմ ունենալու։ Ինչ։ Երեխա։ Սենց չեղավ, Արման, շատ լավ բան ես ասում, բայց սենց չոր չի ասվում այդ։ Ուրեմն արի գնանք, միտեղ նշենք։ Վայ Արման ջան, ինչ ուրախ եմ քո համար։ Չես պատկերացնում, ինչ ուրախ եմ Արման ջան։ Մեկ էլ մի բան աբո։ Հարսանիքիս քավորը դու ես լինելու։ Վերջացրա, ինչ։ Դու մինչև ամուսնանաս երեխեդ դպրոց կգնա արդեն։ Զանգում եմ Լևոնին անջատումը։ Տուն զանգի։ Սուրը դե որ չի վերցնում, ուրեմն զբաղված Չնայած ճիշտ ես էտել կամ։ Չնայած ճիշտ դիան է, որ զբաղված լինի։ Կարող է հատացել, ալեսի։ Բարև գործոծյա։ Ոնց եք։ Լևոնը ոնց է։ Լավ Արամ ջան, Կարող եք իրան փոխանցել հեռախոսը։ Լևոնը տանը չի։ Երևի գնացել անալիզների հետևից, հա։ Չէ, դպրոց է եկել։ Ինչի դպրոցում չի։ Չէ, ավելի ճիշտ ես դասերից փախել եմ գործոծյա։ Արամ, դպրոց չի եկել։ Ես հիմա կզանգեմ Սուրեին կիմանամ ու կզանգեմ ձեզ, հա գործոծյա։ Հա, ինչ էր ասում։ Ինչ պիտի ասեր Սուրո։ Լևոնը տուն ասել որ գալիս է դասի, բայց չի եկել։ Բայց այդ ոնց։ Ինչ ասեմ։ Հա, ար։ Անջատում է Սուրո։ Սեթ հիմա ինչ, արդեն գալու ես դասի։ Դե եթե Պետրոսյանը կարողանա շկանին համոզել։ Իսկ եթե չէ։ Չգիտեմ մարջան։ Սեթ, աստվածտա լավ կլինի։ Հա, ես էլ եմ շատ ուզում։ Վայ երեխեք, չեք պատկերացնի։ Այդ պետքա կորցնեք, որ հասկանաք, թե չէ սենց չեք զգա։ Երեխեք, ես վստահ եմ, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ես էլ։ Սեթ հենց ամեն ինչ լավ եղավ։ Շեկոյանը հենց թողեց դու դպրոց գաս։ Մի հատ նենց քեֆ եմ կազմակերպելու, որ ես Դե դու մասնագետ ես, չէ։ Անկաշտերին ինչ խոր բան կբապ, հա։ Ես էլ լսեցի։ Իսկ դու գիտեք, որ ականջ դնել չի կարելի։ Վայ, Լուշյանն ենք անգաջ չենք դնել։ Ով որ անգաջ է դրել, թող անգջների երկրնա։ Իմ արև թե մենք պես բան ենք ելել։ Ահա 100%։ Պրոստը բարձր խոսանք մենք այդպես լսեցինք էլի։ Լուս դու չէր որ սիր քեֆ։ Միլեն։ Երեխեք, Միլ դու չգիտես լավ որ էր գնալու։ ոչ մի տեղ։ Հետո առավոտյան եմ խոսել, ասաց դասից հետո գնամ մոտը։ Ինձ զանգում եմ Լևոնին անջատումը։ Երեխեք, կարող է վատացել, տուն զանգել եք։ Հենց էտա զանգել եմ Միլ։ Գործոծյան ասաց որ Լևոնը դպրոց է եկել, բայց չի եկել։ Հիմա չգիտեմ ինչ անեմ։